Դերեկ Պրինսի ծառայությունը ներկայացնում է Խաչը կենտրոնում Մաս առաջին Դերեկ Պրինս Այս երեկոյի թեման է Խաչը կենտրոնում Ես այս թեման կներկայացնեմ երկու մասով Այս թեման ծագեց մոտ 2 կամ 3 տարի առաջ մի քրիստոնյա ընկերոջ հետ ունեցած զրույցից Դա նախապես ծրագրված զրույց չէր և մենք չէինք փորձում առանձնապես հոգևոր զրույց ունենալ Չեմ հիշում թե հատկապես ինչի մասին էինք խոսում, բայց այն խնդիրներից էինք խոսում, որոնք առաջացել էին եկեղեցում կամ էլ ընդհանուր առմամբ եկեղեցու կյանքում Իմ ընկերը ասաց Այսօր եկեղեցին իր ցուցափեղկում այնքան շատ ապրանքներ ունի, որ մարդիկ կորցրել են խաչը տեսնելու ունակությունը Թույլ տվեք կրկնել սա Այսօր եկեղեցին իր ցուցափեղկում այնքան շատ ապրանքներ ունի, որ մարդիկ կորցրել են խաչը տեսնելու ունակությունը Երբ խորում էի այդ խոսքերի շուրջ, դրանք խորապես ազդեցություն գործեցին ինձ վրա Ես մտածում էի այն թեմաների մասին, որոնք այսօր ներկայացվում են եկեղեցում, բժշկության ուսուցում, ազատագրության ուսուցում, բարգավաճման ուսուցում, ինչպես լինել հայր, ինչպես լինել ամուսին, ինչպես անել բազմաթիվ այլ բաներ Ես որևէ կերպ չեմ քննադատում նման ուսուցումները, որովհետև փաստորեն ինքս էլ գրեթե բոլոր այդ թեմաների մասին ուսուցանել եմ Բայց տեսնում եք, դրանցից ոչ մեկը չի գործում առանց խաչի Խաչը միակ աղբյուրն է այն շնորհի և զորության, որը հնարավորություն է տալիս, որ մնացած բոլոր ուսուցումները գործեն Եվ եթե խաչը չպահենք կենտրոնում, ապա կունենանք բազմաթիվ գեղեցիկ սկզբունքներ, բարոյական նորմեր և կանոններ, որոնց պարզապես չենք կարող համապատասխանել Եկեղեցում սովորաբար արդյունքն այն է լինում, որ երբ տեսնում ենք, թե չենք կարող ապրել այդ չափանիշներով, սկսում ենք դրանք աստիճանաբար իջեցնել մեր սեփական չափանիշներին Բայց դրանք այլևս նոր կտակարանի չափանիշները չեն Այս թեման ներկայացնելու համար կուզենայի կարդալ Պողոս առաքյալի խոսքերը առաջին Կորինթացիներին 2-րդ գլխի 1-5 խոսքերից Հատկապես սիրում եմ առաջին Կորինթացիներին առաջին 2 գլուխները, որովհետև դրանցում Պողոսը հիմնականում խոսում է այս աշխարհի իմաստության և խաչի պատգամի միջև եղած տարբերության մասին Երբ նա խոսում է իմաստության մասին, հիմնականում նկատի ունի իր ժամանակի փիլիսոփայությունը, հունական փիլիսոփայությունը Մինչ նվիրված քրիստոնյա դառնալը, ես 7 տարի զբաղվել եմ հունական փիլիսոփայության ուսումնասիրությամբ Քեմբրիջի համալսարանում Ուստի կարծում եմ, որ հատկապես լավ դիրքում եմ հասկանալու, թե որքան ճշմարիտ և տեղին են Պողոսի խոսքերը հունական փիլիսոփայության վերաբերյալ և ընդհանրապես փիլիսոփայության ու մարդկային իմաստության վերաբերյալ Բայց պետք է վկայեմ, որ Պողոսի գրություններից շատ պարզ երևում է, որ նա հունական փիլիսոփայությունը շատ լավ էր հասկանում Իրականում նա բարձրագույն կրթություն ստացած մարդ էր, որովհետև իր ժամանակի հուդայական ուսմունքներում ևս բացառիկ կրթություն էր ստացել Եվ այնուամենայնիվ այս հատվածում, որը պատրաստվում եմ կարդալ, նա մի զարմանալի հայտարարություն է անում Նա ասում է որոշեցի ոչինչ չիմանալ Սա անսովոր հայտարարություն է ցանկացած մարդու համար Բայց պետք է ասեմ, որ հրեաների համար դա պարզապես ապշեցուցիչ է Որովհետև եթե կա մի բան, որը հրեաները դարերի ընթացքում բարձր են գնահատել, դա գիտելիքն է Եվ երբ տեսնում ես բարձրագույն կրթություն ստացած հրեայի, որն ասում է ես որոշեցի ոչինչ չիմանալ, ակամա հարցնում ես ինքդ քեզ ինչը կարող էր ստիպել այդպիսի մարդուն նման որոշում կայացնել Այժմ կարդամ այդ խոսքերը Առաջին Կորինթացիներին 2-րդ գլուխ 1-5 խոսքեր Ես էլ եղբայրներ, երբ ձեզ մոտ եկա, Կորինթոսի եկեղեցու մոտ, խոսքի կամ իմաստության գերազանցությամբ չեկա Աստծո վկայությունը ձեզ պատմելու Որովհետև մտադիր չէի ձեր մեջ մի ուրիշ բան իմանալ, բացի Հիսուս Քրիստոսից, խաչվածից Ես տկարությամբ, վախով ու մեծ դողով եկա ձեզ մոտ Եվ իմ խոսքն ու քարոզչությունը ոչ թե իմաստության համոզիչ խոսքերով եղան, այլ հոգու և զորության ապացույցով
որպեսզի ձեր հավատը մարդկային իմաստությամբ չլինի, այլ Աստծո զորությամբ։ Պետք է այս խոսքերին պատմական համատեքստ տանք։ Եթե բացենք Գործ Առաքելոց գիրքը, կտեսնենք, որ Պողոսի ծառայությունը Կորինթոսում նկարագրված է Գործ Առաքելոց 18-րդ գլխում։ Բայց նախորդ գլխում, 17-րդ գլխում ունենք Պողոսի ծառայության նկարագրությունը Աթենքում։ Աթենքն այդ ժամանակ աշխարհի համալսարանական քաղաքն էր, այն փիլիսոփայության և մարդկային իմաստության կենտրոնն էր, այն բանի աղբյուրը, ինչ մենք այսօր անվանում ենք հումանիզմ։ Պողոսը, կարծում եմ, բավական զարմանալի կերպով հարմարվեց իր լսարանին։ Նա խոսեց Աթենքի մտավոր և հասարակական կյանքի բարձր խավի մարդկանց հետ և խոսեց փիլիսոփայական լեզվով։ Նա նույնիսկ մեջբերեց մի հույն բանաստեղծի։ Վերջում արդյունքները բավական համեստ էին։ Գրված է, որ ընդամենը մի քանի մարդ հավատաց։ Չգիտեմ, Պողոսը ճիշտ էր թե սխալ իր ուղերձի հարցում, բայց հետո նա Աթենքից գնաց Կորինթոս։ Կորինթոսը մեծ նավահանգստային քաղաք էր, իսկ նավահանգստային քաղաքներին բնորոշ էր, որ դրանք լի էին ամեն տեսակի արատներով, պոռնկությամբ, միասեռականությամբ, անբարոյականությամբ և ամեն տեսակ շահագործմամբ։ Այդ ընթացքում ինչ-որտեղ Աթենքի և Կորինթոսի միջև նա այս որոշումը կայացրեց. երբ հասնեմ Կորինթոս, կմոռանամ այն ամենը, ինչ գիտեմ, բացի Հիսուս Քրիստոսից, խաչվածից։ Կորինթոսում արդյունքները հսկայական էին։ Ամբողջ քաղաքը ցնցվեց։ Ամբողջ քաղաքը ազդեցության տակ ընկավ ավետարանի լուրից և պատմաբանների գնահատմամբ բավական վաղ շրջանում Կորինթոսում մոտ 25,000 հավատացյալ կար։ Բոլորովին այլ արդյունք, քան Աթենքում։ Ի՞նչն էր տարբերությունը։ Ուղերձը։ Հիսուս Քրիստոսը խաչված։ Վերադառնալով մի պահ առաջին Կորինթացիներին առաջին գլխին, ուզում եմ կարդալ մի քանի համարներ այնտեղից, որովհետև դրանք իմ անձնական վկայությունն են։ Ինչպես արդեն ասացի, ես 7 տարի ուսումնասիրել եմ հունական փիլիսոփայություն և փիլիսոփայության այլ ուղղություններ, ժամանակակից փիլիսոփայություն, այն, ինչ այդ օրերին մոտ 50 տարի առաջ նորաձև էր համարվում, լեզվաբանական փիլիսոփայություն, տրամաբանական պոզիտիվիզմ և այլն, եթե երբևէ առնչվել եք փիլիսոփայության հետ։ Ես 2 տարի Քեմբրիջում եղել եմ Լյուդվիգ Վիտգենշտայնի աշակերտը և նա հայտնի էր որպես լեզվաբանական փիլիսոփայության հայր։ Շատ փայլուն մարդ էր, բայց հաստատ քրիստոնյա չէր։ Ուրեմն սա իմ անձնական վկայությունն է առաջին Կորինթացիներին առաջին գլուխ 18-րդ խոսքից սկսած։ Քանզի խաչի քարոզը կորուսյալների համար հիմարություն է, բայց մեզ, փրկվածներիս համար Աստծո զորությունն է։ Որովհետև գրված է, և սա մեջբերում է Հին Կտակարանից, Աստված ասում է. «Իմաստունների իմաստությունը անհետացնելու եմ և խելացիների խելքը անտեսելու եմ»։ Ուր է իմաստունը, ուր է դպիրը, ուր է այս աշխարհը քննողը։ Չէ՞ որ Աստված այս աշխարհի իմաստությունը հիմարացրեց։ Քանի որ աշխարհը իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն իր իմաստության մեջ, Աստված հաճեց փրկել հավատացողներին հիմարություն համարվող քարոզությամբ։ Սա իմ վկայությունն է։ Ըստ Աստծո իմաստության միջոցով ես երբեք չճանաչեցի Աստծուն։ Բայց երբ լսեցի քարոզվող ուղերձի այդ թվացյալ հիմարությունը և արձագանքեցի դրան, փրկվեցի։ Հավատացեք, Քեմբրիջի համալսարանի դասախոսի համար գնալ հոգեգալստականների մի եկեղեցի, լսել, թե ինչպես է տաքսու վարորդը քարոզում և տեսնել, թե ինչպես նա քարոզի ընթացքում կանգնում է նստարանի վրա ինչ-որ բան ցուցադրելու համար, իսկ նստարանը փլվում է, և նա ծանր ձայնով ընկնում է բեմի վրա։ Եթե դրանից ավելի մեծ հիմարություն կարելի էր պատկերացնել, ես չգիտեմ որտեղ։ Բայց դա փրկեց ինձ, ոչ անմիջապես, սակայն դա այն լծակն էր, որը բացեց իմ սիրտը փրկության պատգամի համար։
Now I want to give you Հիմա ուզում եմ ձեզ ներկայացնել մի շարք տարբեր պատճառներ, թե ինչու խաչը պետք է լինի կենտրոնում եւ ինչու ոչինչ երբեք չպետք է թույլ տրվի, որ փոխարինի խաչին, թե եկեղեցու կյանքում ընդհանրապես եւ թե մեր անձնական կյանքերում։ Ես ձեզ կներկայացնեմ խաչի 6 կողմերը, 3-ը այս ուսուցման ընթացքում եւ 3-ը հաջորդում։ Նախ ուզում եմ բացատրել հատկապես նրանց համար, ովքեր կարող են շփոթված լինել, թե ինչ նկատի ունեմ խաչ ասելով։ Գիտակցում եմ, որ որոշ մարդկանց համար խաչը փայտից կամ մետաղից պատրաստված առարկա է, որը կրում են պարանոցին կամ ամրացնում եկեղեցու պատին։ Ուզում եմ ասել, որ ես որևէ կերպ չեմ քննադատում դա։ Ես լիովին կարող եմ ընդունել այն։ Իրականում այն միջավայրերից մի քանիսում, որտեղ ես շրջում եմ խիստ հակաքրիստոնեական հասարակական միջավայրերում, միշտ ուրախանում եմ, երբ տեսնում եմ մեկին, ով խաչ է կրում պարանոցին, որովհետև այդ միջավայրում դա շատ բան է ասում։ Բայց երբ ես խոսում եմ խաչի մասին, դրա մասին չեմ խոսում։ Երբ ես խոսում եմ խաչի մասին, ես խոսում եմ այն զոհաբերության մասին, որ Հիսուսն իր անձով մատուցեց խաչի վրա։ Նրա քավիչ մահվան եւ այն ամենի մասին, ինչ այդ մահը ձեռք բերեց մեզ համար։ Սակայն այն բոլոր արտահայտությունները կրկնելու փոխարեն ես դրանք ամփոփում եմ մեկ արտահայտության մեջ՝ խաչ։ Խաչի առաջին կողմը, որ ուզում եմ ներկայացնել ձեզ, այն է, որ այն ներկայացնում է մեկ կատարյալ, լիովին բավարար զոհ։ Սա ասված է Եբրայեցիներին 10-րդ գլխի 14-րդ խոսքում։ Որովհետև մեկ պատարակով նա, Հիսուսն Աստծո միջոցով, սրբվողներին հավիտյան կատարյալ դարձրեց։ Այստեղ հեղինակն ասում է, որ իր զոհաբերական մահով խաչի վրա Հիսուսը ապահովեց լիակատար, կատարյալ եւ ամբողջովին բավարար միջոց ամեն մարդու յուրաքանչյուր կարիքի համար, ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում եւ հավիտյան։ Նա այլևս երբեք ստիպված չէր լինելու դա անել։ Եթե կարդաք նախորդ համարները, կտեսնեք, որ հեղինակը հակադրում է հին ուխտի քահանաներին Հիսուսին որպես քահանայի, ով իրեն զոհ մատուցեց։ Նա ասում է, որ հին կտակարանի քահանաները երբեք չէին նստում։ Նրանք մշտապես կանգնած էին մնում, որովհետև իրենց գործը երբեք ավարտված չէր։ Նրանք կարող էին անթիվ զոհեր մատուցել, բայց միշտ նոր զոհի կարիք էր լինելու։ Բայց հետո նա Հիսուսի մասին ասում է. նա մեկ զոհ մատուցելով մեղքերի համար հավիտյան նստեց Աստծո աջ կողմում։ Ինչու նստեց։ Որովհետև այլևս երբեք ստիպված չէր լինելու դա կրկնել։ Մեկ զոհով նա կատարելապես ապահովեց յուրաքանչյուր մարդու յուրաքանչյուր կարիքը։ Այդ զոհի բնույթը մարգարեաբար նկարագրված է դրա կատարվելուց 700 տարի առաջ Եսայա մարգարեի 53-րդ գլխում, որը Հիսուսի քավության մեծ նախապատկերն է։ Թեև Հիսուսի անունը չի իշատակվում, բայց այս նկարագրությանը համապատասխանում է միայն նա։ 6-րդ համարում Եսայան ասում է. Մենք բոլորս մոլորվեցինք ոչխարների պես, յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց, բայց Տերը նրա վրա դրեց մեր բոլորի անօրենությունները։ Սա ամբողջ մարդկային ցեղի խնդիրն է։ Սա այն բանն է, որի մեջ մենք բոլորս ընդհանրություն ունենք։ Կարող ենք լինել եվրոպացիներ կամ ամերիկացիներ, ռուսներ կամ ասիացիներ կամ աֆրիկացիներ, տարբերություն չկա։ Այս հայտարարությունը վերաբերում է մեզ բոլորիս։ Մենք բոլորս մոլորվեցինք ոչխարների պես, յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց։ Մենք թիկունք ենք դարձրել Աստծուն և նրա պահանջներին ու գնացել ենք մեր սեփական ճանապարհով։ Աստվածաշունչն այստեղ դա անվանում է անօրենություն, սա շատ ուժեղ բառ է։
Կարծում եմ ամենաօգտակար ժամանակակից թարգմանությունը կլինի ապստամբություն։ Աստված մարդկային ամբողջ ցեղի ապստամբությունը դրեց Հիսուսի վրա։ Բայց այդ բառը, որը թարգմանվել է որպես ապստամբություն, նաև նշանակում է ապստամբության չար հետևանքներն ու դրա պատիժը։ Եվ հենց այդ պատճառով սա կատարյալ զոհ է, որովհետև Աստված Հիսուսի վրա դրեց մեր բոլորի ապստամբությունը, դրա բոլոր չար հետևանքները և ամբողջ դատաստանը, որ արդարությամբ հասնում էր դրան։ Շատ պարզ լեզվով ճշմարտությունն այս է, այն ամբողջ չարիքը, որն արդարությամբ հասնում էր մեզ, եկավ Հիսուսի վրա, որպեսզի ամբողջ այն բարիքը, որը պատկանում էր Աստծո որդուն անարատ հնազանդությամբ, հասանելի դառնա մեզ։ Շատ պարզ, ամբողջ չարիքը եկավ Հիսուսի վրա, որպեսզի ամբողջ բարիքը հասանելի դառնա մեզ։ Սա այն ամենն էր, ինչ Հիսուսը պետք է աներ, նա ամեն ինչ կատարեց այդ մեկ զոհով։ Եսայա 53:10 մարգարեն այս պատկերը մեկ քայլ առաջ է տանում և ասում. Բայց Տիրոջ կամքն էր նրան ճզմել, տառապանք պատճառել, երբ նա իր անձը մեղքի ընծա դարձնի, սերունդ կունենա, կերկարացնի իր օրերը և Տիրոջ կամքը նրա ձեռքով կհաջողվի։ Իդեպ այստեղ կա Հիսուսի հարության շատ հստակ մարգարեություն, որովհետև նախորդ համարներում արդեն ասվել էր, որ նրա կյանքը վերցվեց նրանից։ Ուրեմն երբ ասվում է նա սերունդ կունենա, կերկարացնի իր օրերը, դա հնարավոր չէր առանց նրա հարության։ Բայց այստեղ նաև ասվում է, որ Աստված Հիսուսի անձը դարձրեց մեղքի զոհ կամ հանցանքի զոհ ամբողջ մարդկային ցեղի համար։ Սա մի բան է, որը մեր մարդկային սահմանափակ միտքը իրականում չի կարող լիովին ըմբռնել։ Երբ Հիսուսը խաչի վրա էր, ես անձամբ հավատում եմ, որ մեր հիվանդություններն ու ցավերը դրվեցին նրա մարմնի վրա, և նրա կատարյալ արդար ու սուրբ անձը մեղք դարձավ մեր մեղավորությամբ։ Եվ այդ զոհաբերությամբ նա հեռացրեց մեր մեղքը։ Տեսնում եք, ամբողջ Աստվածաշունչը մեկ հետևողական պատգամ ունի, մեղքի համար կա միայն մեկ դեղամիջոց, դա զոհաբերությունն է։ Եվ հին կտակարանի յուրաքանչյուր զոհ մարգարեաբար մատնանշում էր Հիսուսի խաչի զոհը։ Բայց այդ մեկ զոհով նա հավիտյան վերցրեց մեղքը։ Իրականում այս համատեքստում շատ կարևոր է ուսումնասիրել Եբրայեցիներին ուղղված թուղթը։ Եբրայեցիներին թղթի հեղինակը հին կտակարանի զոհերի մասին ասում է, որ այդ զոհերի միջոցով ամեն տարի նորից հիշեցվում էին մեղքերը, բայց դրանք չէին կարող հեռացնել մեղքերը։ Վերցնենք օրինակ Իսրայելի գլխավոր զոհաբերությունը, Քավության օրվա զոհը։ Այն ուժի մեջ էր միայն մեկ տարի։ Այն չէր վերացնում մեղքը, այլ ծածկում էր մեղքը։ Մեղքը ծածկվում էր մեկ տարվա համար, մինչև հաջորդ զոհաբերության ժամանակը հասներ։ Որոշ իմաստով այն մեղքի մասին հիշեցում էր։ Ամեն տարի մարդկանց հիշեցվում էր՝ դուք դեռ պետք է լուծեք մեղքի հարցը, բայց նրանք կարողանում էին դրան առնչվել միայն մեկ տարվա չափով։ Այնուհետև Եբրայեցիներին թղթի հեղինակն ասում է, որ Հիսուսն իր անձի զոհաբերությամբ վերացրեց մեղքը։ Հետևաբար մեղքի համար այլևս որևէ զոհ անհրաժեշտ չէ։ Պողոսը սա մեկնաբանում է 2 Կորինթացիներին 5-րդ գլխի 21-րդ խոսքով։ Նոր կտակարանի այդ համարը կարդացող շատ քրիստոնյաներ անմիջապես չեն հասկանում, որ Պողոսը փաստորեն մեջբերում է Եսայա 53:10-ը։ Դա հասկանում ես միայն այն ժամանակ, երբ գիտակցում ես, որ հին կտակարանի զոհաբերությունների օրենքի համաձայն զոհաբերվող կենդանին նույնացվում էր իրեն զոհ մատուցողի մեղքի հետ։ Ուստի երբ Հիսուսը զոհաբերվեց խաչի վրա, նա նույնացվեց մեր մեղքի հետ։
Եվ Պողոսը դա արտահայտում է այսպես 2 Կորինթացիներին 5:21-ում. որովհետև Աստված նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք նրանով Աստծո արդարները լինենք։ Տեսնում եք ինչ պարզ, բայց միևնույն ժամանակ ինչ խորը փոխանակություն է սա։ Աստված Հիսուսին մեր մեղավորությամբ մեղք դարձրեց, որպեսզի փոխարենը մենք նրա արդարությամբ արդար դառնանք։ Սա է Աստծո լուծումը մեղքի համար։ Ուրիշ լուծում գոյություն չունի։ Կարծում եմ մեզ բոլորիս կօգներ եւ կօրհներ, եթե մենք սա բարձրաձայն ասեինք։ Եթե հավատում եք Աստվածաշնչին, եթե հավատում եք Հիսուսին, ապա անկախ նրանից նախկինում գիտակցել եք դա թե ոչ, այս խոսքերը ճշմարիտ են։ Ես կասեմ դրանք մաս առ մաս, իսկ դուք կրկնեք։ Պատրաստ եք։ Աստված Հիսուսին մեր մեղավորությամբ մեղք դարձրեց, որպեսզի մենք նրա արդարությամբ արդար լինենք։ Բարի, այժմ պարզապես լուր շնորհակալություն հայտնեք Աստծուն դրա համար։ Շնորհակալություն, Տեր։ Շատ լավ։ Այժմ եկեք դիտենք Պողոսի մեկ այլ հայտարարություն Հռոմեացիներին 8:31-ում եւ հաջորդ համարներում։ Այստեղ եւս Պողոսը շեշտում է Հիսուսի զոհաբերության լիակատար բավարարությունը։ Հռոմեացիներին 8-րդ գլուխ 31-րդ խոսք եւ հաջորդիվ։ Արդ ինչ ասենք այս բաների մասին, եթե Աստված մեր կողմն է, ով է մեզ հակառակ։ Նա, որ իր որդուն էլ չխնայեց, այլ մեզ բոլորիս համար նրան մահվան մատնեց, ինչպես նրա հետ մեզ ամեն ինչ չի շնորհի։ Ահա թե ինչ է ապահովել Հիսուսի զոհաբերության միջոցով։ Աստված տալով Հիսուսին այլևս ոչինչ չի պահում մեզանից, այլ նրա հետ մեզ ամեն ինչ ձրիաբար շնորհում է։ Կրկին կասեմ սա, որովհետև սա ցնցող միտք է։ Նրա հետ մեզ ամեն ինչ ձրիաբար շնորհում է։ Ուստի Հիսուսի այդ մեկ զոհը բացում է Աստծո ողորմության եւ ապահովության ամբողջ լիությունը։ Մեզ այլ հիմք պետք չէ։ Իրականում այլ հիմք գոյություն էլ չունի։ Սա Աստծո ողորմության եւ շնորհի դրսևորման միակ եզակի եւ լիովին բավարար հիմքն է։ Շատ կարևոր է հասկանալ սա, որովհետև եթե Աստծո մոտ գալիս եք ողորմության եւ շնորհ ստանալու որևէ այլ հիմքով, բացի խաչի վրա Հիսուսի զոհաբերությունից, Աստված ձեզ չի ընդունի։ Քանի որ դա կեղծ հիմք է, դա ճշմարտություն չէ, իսկ Աստված ճշմարտության Աստված է։ Մենք չենք կարող նրա մոտ գալ մեր բարի գործերի հիման վրա, կամ մեր կրոնավորության, կամ մեր ընտանեկան ծագման, կամ մեր ազգության, կամ մեր տաղանդների հիման վրա, որովհետև Աստված այդ բաներով տպավորված չէ։ Դրանք չեն բացահայտում Աստծո ողորմությունն ու շնորհը։ Միակ բանը, որ բացահայտում է Աստծո ողորմությունն ու շնորհը, այն փաստն է, որ Հիսուսը մեր մեղավորությամբ մեղք դարձավ, մահացավ մեր փոխարեն եւ հարություն առավ մեռելներից։ Ուզում եմ հորդորել ձեզ, երբեք մի օր չանցկացնեք առանց այս ճշմարտության շուրջ խորելու։ Երբեք թույլ մի տվեք, որ այս ճշմարտությունը հեռանա ձեր մտքերի, ձեր խոսքերի եւ ձեր կյանքի կենտրոնից։ Որովհետև հենց որ խաչը հեռանա կենտրոնից, դուք կտեսնեք, որ այլևս չեք վայելում Աստծո շնորհի լիությունը։ Դուք կսկսեք պայքարել։ Դուք կդառնաք շփոթված եւ տարակուսած, եւ շատ հաճախ կսկսեք ձեզ մեղավոր զգալ։ Չեք հասկանա, թե ինչ է պատահել ձեր կյանքում, ինչու են գործերը սխալողությամբ ընթացել։ Պատասխանը սա է. ձեր կյանքի կենտրոնից խաչն է անհետացել։ Շատ լավ, խաչի երկրորդ կողմը, որի մասին ուզում եմ խոսել, այն է, որ հենց խաչի միջոցով է Աստծո գերբնական շնորհը արձակվում մեր կյանքերում։
Գիտեք, քրիստոնեությունը կանոնների համակարգ չէ։ Հիշում եմ մի անգամ սա ասացի բավական մեծ լսարանի առաջ։ Կարծում եմ Միացյալ Նահանգներում էր, թեև հստակ չեմ հիշում։ Ես չէի սպասում, որ մարդկանց կզարմացնեմ, բայց պարզապես ասացի՝ իհարկե, քրիստոնեությունը կանոնների համակարգ չէ։ Նրանք ինձ զարմացած նայեցին։ Կարծում եմ ավելի քիչ կզարմանային, եթե ասեի Աստված գոյություն չունի։ Ինձ համար սա տարիների ընթացքում ակնհայտ ճշմարտություն է դարձել։ Քրիստոնեությունը կանոնների համակարգ չէ, այն օրենքների համակարգ չէ։ Իսրայելն արդեն ունեցել էր օրենքների համակարգ, Մովսեսի կողմից տրված 14 դար շարունակ։ Պողոսն ասում է, որ օրենքը կատարյալ է, արդար է, սուրբ է և բարի։ Եթե խոսքը օրենքի մասին է, ապա մենք երբեք չենք կարող բարելավել Մովսեսի օրենքը։ Եթե օրենքը բավական լիներ, Հիսուսի գալու կարիք չէր լինի։ Երբեմն ժպտում եմ, որովհետև թվում է այն քրիստոնյաները, ովքեր ամենաշատն են խոսում շնորհի մասին, հաճախ ամենաքիչն են հասկանում այն։ Հիշում եմ մարդկանց, ովքեր ասում են. մենք օրենքի տակ չենք։ Մենք օրենքի տակ չենք, բայց հետո իրենք են ստեղծում իրենց սեփական կրոնական կանոնների համակարգը, որը երբեմն բավական բարդ է լինում։ Թույլ տվեք ասել, սիրելի եղբայրներ և քույրեր, եթե Մովսեսի օրենքը չկարողացավ դա անել, մկրտական օրենքն էլ չի կարող, հոգեգալստական օրենքն էլ չի կարող, կաթոլիկ օրենքն էլ չի կարող։ Մենք երբեք չենք կարող բարելավել Մովսեսի օրենքը, բայց Մովսեսի օրենքը ձախողվեց, ոչ թե որովհետև օրենքի մեջ ինչ-որ սխալ կար, այլ որովհետև խնդիրը մեր մեջ էր։ Մենք ի վիճակի չէինք պահել օրենքը մեր մարմնական բնության թուլության պատճառով։ Այս թեմայի վերաբերյալ ուզում եմ կարդալ Պողոսի խոսքերը Գաղատացիների 3-րդ գլխի 11-ից 12 խոսքերից։ Որ օրենքով Աստծո առաջ ոչ ոք չի արդարանում, դա հայտնի է, որովհետև արդարը հավատքով է ապրել, բայց օրենքը հավատից չէ, այլ օրենքը գործադրողը նրանով էլ կապրի։ Ուստի Պողոսն ասում է, որ ոչ ոք երբեք չի կարող Աստծո առաջ արդարության հասնել օրենքի միջոցով։ Փաստորեն թարգմանիչներն այստեղ ավելացրել են որոշիչ հոդը, օրենքը, ինչը ճիշտ է, որովհետև Պողոսն առաջին հերթին նկատի ունի Մովսեսի օրենքը։ Բայց եթե նույնիսկ հանեք օրենք բառը միտքը նույնն է մնում, ոչ ոք չի կարող Աստծո առաջ արդար դառնալ որևէ օրենք պահելով։ Չկա այնպիսի օրենք, որը կարող է մեզ հնարավորություն տալ Աստծո առաջ արդար դառնալու։ Դա այն ճանապարհը չէ, որով երբևէ կարող ենք արդարանալ Աստծո առաջ։ Տեսնում եմ, որ ձեզանից ոմանք շփոթված են նայում, չեմ զարմանում։ Կարծում եմ, սա նոր կտակարանում ամենահաճախ կրկնվող ճշմարտություններից է, որը քրիստոնյաներն ամենահամար կերպով անտեսում են։ Նոր կտակարանում առնվազն տասնյակ տեղեր կան, որտեղ այս կամ այն ձևով ասվում է, որ երբեք չեք կարող Աստծո առաջ արդարության հասնել կանոնների մի շարք պահելով։ Եվ այնուամենայնիվ քրիստոնյաների մեծ մասը, որոնց հետ ես շփվում եմ, ինչ-որ կերպ ստացել է այն գաղափարը, որ եթե ճիշտ կանոններ են պահում, ուրեմն ամեն ինչ կարգին է։ Դա չի գործում։ Աստված դա չի ընդունում։ Եվ դա չի բերում այն արդյունքը, որ Աստված ցանկանում է։ Իրականում հաճախ այն բերում է ճիշտ հակառակ արդյունք։ Որովհետև մարդիկ, ովքեր կենտրոնանում են օրենքներ պահելու վրա, դառնում են այն, ինչ մենք անվանում ենք օրինապահական։ Եվ հետո անկախ նրանից, թե եկեղեցու որ հատվածին են պատկանում, ասում են, մեր օրենքներն են ճիշտը և մենք արդար ենք, որովհետև դրանք պահում ենք։ Իսկ այն մարդիկ, ովքեր եկեղեցու մյուս հատվածում են, մեր օրենքները չեն պահում, հետևաբար արդար չեն։ Այսպիսով օրինապահությունը կամ օրինապահականությունը իրականում հակված է եկեղեցին բաժանելու բազմաթիվ խմբերի ըստ այն օրենքների համակարգի, որը յուրաքանչյուր խումբ պահում է։ Ուրեմն ինչու է խաչը անհրաժեշտ, որն է խաչի նպատակը և ինչպես կարող ենք օգտվել դրանից։ Ուզում եմ ասել մի բան, որը շատ հեշտ է արտասանել, բայց միշտ չէ, որ հեշտ է ապրել դրա համաձայն։ Խաչի նպատակը մեզ հասցնելն է մեր ամբողջ իմաստության և ամբողջ ուժի ավարտին, որպեսզի ցույց տա, որ դրանք բացարձակապես ոչ մի օգուտ չեն տալիս։ Եվ մենք կարող ենք սկսել մտնել Աստծո շնորհի մեջ միայն այն ժամանակ, երբ հասնենք վերջակետին։ Ձեզանից շատերն այժմ խնդիրների և ճնշումների միջով են անցնում և հարցնում են ինչ է անում Աստված։ Պատասխանը սա է.
Աստված մեղմ, բայց հաստատուն կերպով ձեզ բերում է ձեր վերջակետին, այն տեղը, որտեղ ձեր լավագույն ջանքերն անգամ չեն մոտենում բավարար լինելուն։ Եվ դուք պետք է հրաժարվեք այդ ամենից և ազատ արձակեք մի բան, որն ամբողջությամբ Աստծուց է և որը իսկապես բավարար է։ Կրկին վերադառնամ առաջին Կորինթացիներին, որովհետև ինչպես արդեն ասել եմ, ես առանձնահատուկ սիրում եմ այս գլուխները։ Առաջին Կորինթացիներին առաջին գլուխ։ Համարձակվում եմ ասել, որ Աստված որոշ իմաստով ինձ նախապատրաստեց այսպիսի ճշմարտություններ ուսուցանելու համար, երկար ժամանակ թույլ տալով, որ ես խորասուզվեմ փիլիսոփայության մեջ։ Առաջին Կորինթացիներին առաջին գլուխ 22-ից 25 խոսքեր։ Հրեաները նշան են ուզում, իսկ հույները իմաստություն են փնտրում։ Սա այսօր նույնքան ճշմարիտ է, որքան այն ժամանակ, երբ Պողոսը գրեց։ Եվ ես մի դիտարկում կանեմ, չեմ կարծում, թե մենք իրավունք ունենք հրեաներին ներկայացնելու մի ավետարան, որը գերբնական կերպով հաստատված չէ։ Այս թեմայի մեջ հիմա չեմ խորանա, բայց կարծում եմ նոր կտակարանում դրա համար հիմք չկա։ Հրեաները նշան են ուզում, իսկ հույները իմաստություն են փնտրում, մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոսին։ Ինչ ենք մենք քարոզում։ Խաչված Քրիստոսին, ոչ թե պարզապես Քրիստոսին, հեշտ է Քրիստոսին ներկայացնել որպես մեծ ուսուցիչ կամ հրաշալի բժշկող, բայց դա խնդիրը չի լուծում։ Մենք պետք է քարոզենք խաչված Քրիստոսին, որ հրեաների համար գայթակղություն է, եւ այսօր էլ այդպես է։ Հույների համար հիմարություն, եւ այսօր էլ այդպես է։ Սակայն կանչված հրեաների եւ հույների համար Քրիստոսը Աստծո զորությունն ու Աստծո իմաստությունն է։ Երբ ենք մենք գտնում Քրիստոսին որպես Աստծո զորություն եւ Աստծո իմաստություն, միայն այն ժամանակ, երբ հասնում ենք մեր սեփական զորության եւ մեր սեփական իմաստության ավարտին։ Այնուհետև Պողոս այս հրաշալի հայտարարությունն է անում, որովհետև Աստծո հիմարն ավելի իմաստուն է, քան մարդիկ, եւ Աստծո տկարն ավելի զորավոր է, քան մարդիկ։ Մի խոսքով ինչի մասին է սա։ Խաչի։ Ճիշտ է, այն տկարության վերջնական արտահայտությունն է։ Դուք չեք կարող պատկերացնել ավելի լիակատար տկարություն, քան մի մարդ, որը մահանում է խաչի վրա տառապանքի մեջ, արձակելով իր վերջին շունչը։ Եվ մարդկային տեսանկյունից լիովին հիմարություն է թվում, որ Աստված իր որդուն, միակ կատարյալ մարդուն ուղարկի աշխարհ, եւ հետո թույլ տա, որ նա մեռնի հանցագործի մահով։ Ուրեմն դա լիովին թույլ եւ լիովին հիմար է թվում։ Բայց երբ մենք հասնում ենք մեր կյանքի ճիշտ կետին, երբ հասնում ենք մեր ամբողջ խելացիության, մեր ամբողջ իմաստության, մեր ամբողջ ուժի եւ մեր ամբողջ արդարության ավարտին, ապա կատարում ենք այս հրաշալի հայտնագործությունը, որ Աստծո այս թվացյալ տկարությունն ավելի զորեղ է, քան մարդկային ուժը։ Եվ Աստծո այս թվացյալ հիմարությունն ավելի իմաստուն է, քան մարդկային իմաստությունը։ Եվ կրկին պետք է ասեմ, որ իմ հունական փիլիսոփայական անցյալի պատճառով այս խոսքերը ինձ համար բացարձակապես ճշմարիտ են։ Դրանք չափազանցություն չեն, դրանք ճշգրիտ են։ Իրականությունը հենց այդպիսին է։ Խաչի մեջ Աստծո թվացյալ տկարությունն ավելի զորեղ է, քան մեր ուժը, եւ Աստծո թվացյալ հիմարությունն ավելի իմաստուն է, քան մեր իմաստությունը։ Բայց մեզանից շատերի համար դժվար է հրաժարվել մեր ուժից եւ մեր իմաստությունից։ Մենք ուզում ենք կարճել դրանցից։ Մենք այստեղ մի գեղեցիկ փոքրիկ ներկայացում տեսանք, որտեղ երիտասարդ կնոջը առաջարկվեց գեղեցիկ նոր հանդերձանք նրա մաշված հին վերարկուի փոխարեն։ Նա պատրաստ էր ընդունել նոր հանդերձանքը, բայց բոլորովին պատրաստ չէր բաց թողնել իր հին մաշված վերարկուն։ Շատերիս հետ էլ հենց այդպես է։ Ես ուզում եմ Աստծո իմաստությունը, ուզում եմ Աստծո զորությունը, բայց միևնույն ժամանակ ուզում եմ պահել նաև իմը։ Աստված այդպիսի հիմքով չի գործում։ Քո սեփական իմաստությունն ու քո սեփական ուժը պետք է ավարտվեն, մինչև Աստված իր շնորհը կհեղի քո կյանքի մեջ։ Պողոսն այս թեմայով զարմանալի խոսքեր է ասում։ Երկրորդ Կորինթացիների 12-ում։ Երբևէ նկատել եք, որ այսօր շատ մարդիկ զբաղված են առաջին Կորինթացիներով, քանի որ այնտեղ Սուրբ Հոգու պարգևներն են եւ այլն, բայց շատ քչերն են ժամանակ անցկացնում երկրորդ Կորինթացիներին ուղերձի հետ։ Գիտեք ինչու։
Որովհետև դրա հիմնական թեման տկարությունն ու տառապանքն է, իսկ դա պահանջված թեմա չէ։ Երկրորդ Կորինթացիներ 12 սկսած 7-րդ համարից Պողոսը խոսում է իր անձնական փորձառությունից։ Եվ որպեսզի հայտնությունների առավելությամբ չհպարտանամ, նա խոսում է բոլոր այն հայտնությունների մասին, որ Աստված տվել էր իրեն։ Իսկ գիտեք, թե հայտնություններն ինչ են հակված անել։ Դրանք հակված են մեզ հպարտացնելու, եւ Աստված այնքան էր սիրում Պողոսին, որ նրան պաշտպանեց հպարտությունից շատ անսովոր ձևով։ Նա թույլ տվեց, որ սատանայի մի հրեշտակ հետևի նրան քաղաքից քաղաք, խնդիրներ ու հալածանքներ հարուցի եւ նրան խոնարհ պահի։ Ձեզանից քանիսն են ուզում խոնարհ լինել։ Փառք Աստծո։ Ուրախ եմ, որ ուզում եք, բայց գուցե զարմանաք, թե Աստված ինչ միջոցներ կօգտագործի դրա համար։ Ահա թե ինչ է ասում Պողոսը. «Եվ որպեսզի հայտնությունների առավելությամբ չհպարտանամ, մարմնի համար ինձ խայտ տրվեց։ Սա փոխաբերություն է վերցված հին կտակարանից, որտեղ Հեսուն Իսրայելի որդիներին զգուշացնում էր, որ եթե Քանանի բնակիչներին ամբողջությամբ չվտարեն, այլ թույլ տան նրանց շարունակել ապրել իրենց մեջ, նրանք իրենց մարմնին փշեր կդառնան»։ Տեսնում եք, մեզանից շատերն իրենց սեփական ստեղծած փշերն ունեն մարմնի մեջ, որովհետև մտել են ավետյաց երկիր, բայց թույլ են տվել, որ շատ քանանացիներ դեռ մնան այնտեղ։ Այն բաներից մեկը, որ Աստված սովորեցնում է ինձ եւ Ռութին, այն է, որ պետք է վերացնենք քանանացիներին։ Բայց սա մի բան չէր, որի համար Պողոսն անձամբ պատասխանատու էր, սա մի բան էր, որ Աստված արեց նրա կյանքում։ Անգլերենում գրված է սուրհանդակ, բայց հունարեն բառը հրեշտակ է։ Գիտեք, նույն բառը հունարենում նշանակում է եւ հրեշտակ, եւ սուրհանդակ։ Մարմնի համար ինձ խայտ տրվեց, սատանայի հրեշտակ, որ ինձ բռնցքահարի, որպեսզի չգոռոզանամ։ Եթե ուսումնասիրեք Պողոսի ծառայությունը, կտեսնեք, որ նա տարբերվում էր մյուս բոլոր առաքյալներից։ Բոլորն էլ հալածվում էին, բոլորն էլ դժվարություններ ունեին, բայց Պողոսի դժվարությունները լրիվ այլ կարգի էին։ Գրեթե քաղաք չկար, ուր նա գնաց եւ խռովություն չառաջացավ։ Ամենաանհավանական բաներն էին խռովություն առաջացնում։ Փիլիպպեում նա ընդամենը դև հանեց գուշակությամբ զբաղվող մի աղախնից եւ ամբողջ քաղաքը իրար խառնվեց։ Մի քանի ժամ անց նա եւ Շիղան արդեն խիստ հսկվող բանտում էին, դա տրամաբանական չէ։ Դուք դա չեք կարող բացատրել սովորական տրամաբանությամբ, բայց այդ հրեշտակը շարունակ խռովություններ էր հրահրում Պողոսի դեմ։ Եվ հիմնականում ուր էլ որ նա գնում էր, իրավիճակը խառնվում էր։ Պողոսի դեպքում սովորաբար լինում էր կամ խռովություն, կամ արթնություն, կամ երկուսն էլ միասին։ Պետք է խոստովանեմ, կարծում եմ, եկեղեցին ավելի շատ խռովությունների կարիք ունի, որպեսզի ավելի շատ արթնություններ ունենա։ Բայց հիմա դրա մեջ չենք մտնի։ Այնուհետև Պողոսը կարծես ասում է. բոլորը գիտեն, որ Աստված առաքյալների աղոթքներին պատասխանում է, այնպես չէ։ Իհարկե, բայց Պողոսն ասում է, դրա համար 3 անգամ Տիրոջն աղաչեցի, որ նրան ինձանից հեռացնի, եւ Աստված չարեց։ Երբեմն մարդկանց ասում եմ, երբ ասում եք, որ Աստված չի պատասխանում ձեր աղոթքներին, հիշեք, ոչն էլ պատասխան է։ Իսկ նա ինձ ասաց. քեզ իմ շնորհը բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում։ Սա լիովին ճշմարիտ է, որովհետև երբ մենք ունենք մեր սեփական ուժը, ինչպես են կարող մարդիկ ճանաչել Աստծո ուժը։ Նրանք չեն կարող։ Բայց երբ հասնում ենք մեր սեփական ուժի ավարտին եւ այնուհետև զորություն ենք ունենում, ապա գիտենք, որ դա Աստծոց է։ Աստծո զորությունը կատարյալ է դառնում իմ տկարության մեջ։ Կցանկանաք սա ասել։ Աստծո զորությունը կատարյալ է դառնում իմ տկարության մեջ։ Այսուհետև ուրեմն ուրախ լինենք տկար լինելու համար, այնպես չէ։ Ասեմ ձեզ, Աստված լսեց, որ դա ասացիք։ 6 ամիս հետո գուցե զղջաք, որ երբևէ լսել եք ինձ։ Ես շատ եմ խոսում դավանության մասին։ Լսել եք դա ինձանից։ Բայց ես երբեք մարդկանց չեմ խնդրում անել այս դավանությունը։ Ինձ տարիներ պահանջվեցին, մինչև պատրաստ եղա ինքս անել այն։ Լսեք, թե ինչ է ասում Պողոսը։ Արտավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի։ Ուստի հանուն Քրիստոսի հաճույքով համբերում եմ տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքների եւ նեղությունների, որովհետեւ երբ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ։
Ես այստեղ ոչ մեկին չէի խնդրի անել այս դավանությունը, որովհետև երբ այն անում եք ինքներդ ձեզ պարտավորեցնում եք մի բանի։ Ես ասել եմ այն կետին, որ պատրաստ եմ անել այդ խոստովանությունը, բայց մտածեք միայն, ես հաճույք եմ գտնում։ Ոչ թե հանդուրժում եմ, ոչ թե դիմանում եմ, ոչ թե շնորհքով տանում եմ, այլ հաճույքով համբերում եմ տկարությունների մեջ, թուլությունների մեջ, նեղությունների մեջ, հալածանքների մեջ, կարիքների մեջ։ Ինչու՞։ Որովհետև նա սովորել էր այս գաղտնիքը։ Երբ մենք հասնում ենք մեր սեփական ուժի, մեր սեփական իմաստության և մեր սեփական միջոցների ավարտին, այդ ժամանակ Աստված արձակում է իր շնորհը։ Ես մի արտահայտություն ունեմ, որը հաճախ օգտագործում եմ։ Շնորհը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է մարդկային կարողությունը։ Քանի դեռ դու կարող ես ինքդ անել, չես համապատասխանում Աստծո շնորհին։ Ինչու Աստված պիտի արձակի իր շնորհը։ Բայց երբ հասնում ես այնտեղը, որտեղ այլևս չես կարող, իսկ գործը պետք է արվի, այդ ժամանակ արժանանում ես Աստծո շնորհի դրսևորմանը։ Եկեք նայենք Գաղատացիներին 2-րդ գլխի 20-րդ խոսքին։ Սա Պողոսի մեկ այլ խոստովանություն է։ Հետաքրքիր է նկատել, թե քանի անգամ է Պողոսը խոստովանել իր հավատքն ու իր դիրքորոշումը։ Ես ձեզ մարտահրավեր եմ նետում ուսումնասիրել նոր կտակարանը և գտնել առաքյալներից որևէ մեկի կողմից արված թեկուզ մեկ բացասական խոստովանություն։ Չեմ կարծում, թե կգտնեք։ Ինչ օրինակ է դա։ Իսկ հետո անցնում ես ժամանակակից եկեղեցու միջով ներառյալ եկեղեցու ծառայողներին և գրեթե ոչինչ չես լսում, բացի բացասական խոստովանություններից։ Չեմ կարող դա անել, այդպես չեմ զգում, կուզենայի, բայց չստացվեց, անկարող եմ։ Առաքյալներն այդպես չէին խոսում։ Ոչ թե որովհետև ինքնավստահ էին, այլ որովհետև հասել էին իրենց սեփական ուժի ավարտին։ Ուստի Պողոսը Գաղատացիների 2-րդ գլուխ 20-րդ խոսքում ասում է. «Եվ ողջ եմ, բայց դա այլևս ես չեմ, այլ Քրիստոսն է ողջ իմ մեջ։ Եթե հիմա ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծո որդու հավատով, որ ինձ սիրեց ու ինքն իրեն ինձ համար զոհեց»։ Պողոսն ասում է Քրիստոսի խաչի զոհաբերության արդյունքում ես հասել եմ իմ կյանքի ավարտին։ Երբ եկա խաչի մոտ, Պողոսը մեռավ և այժմ այլևս Պողոսը չէ, որ ապրում է, այլ Քրիստոսն է ապրում իմ մեջ։ Ես կարող էի ձեզ կոչ անել այս խոստովանությունը։ Եթե պատրաստ եք, հետո ինձ մի մեղադրեք։ Եթե չեք ուզում, մի ասեք, բայց նրանք, ովքեր պատրաստ են դա անել, եկեք միասին ասենք. «Եվ ողջ եմ, բայց դա այլևս ես չեմ, այլ Քրիստոսն է ողջ իմ մեջ։ Եթե հիմա ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծո որդու հավատով, որ ինձ սիրեց ու ինքն իրեն ինձ համար զոհեց»։ Եվ նկատեցիք, որ ես նոր Քինգ Ջեյմսից անցա հին Քինգ Ջեյմսին, որովհետև դա բառացի թարգմանությունն է, Աստծո որդու հավատքով։ Ոչ թե Աստծո որդու հանդեպ հավատքով, այլ Աստծո որդու հավատքով։ Այսինքն ես իմ սեփական հավատքի վրա չեմ հենվում, որովհետև երբ Հիսուսը գալիս է, իր հավատքն էլ է բերում իր հետ։ Ես հավատում եմ, որ սա նոր կտակարանի սրբության բանալին է։ Եվ կարծում եմ կհամաձայնեք, որ ժամանակակից եկեղեցում շատ քիչ է խոսվում սրբության մասին, բայց Աստվածաշունչն ասում է առանց սրբության ոչ ոք չի տեսնի Տիրոջը։ Հին կտակարանում սրբությունը բաղկացած էր բազմաթիվ և շատ բարդ կանոններ պահելուց։ Թվոց գրքի գլուխներից մեկի վերջում Աստված ասում է. «Սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ»։ Պետրոսի առաջին թղթի առաջին գլխում Պետրոսը մեջբերում է այդ խոսքը և ասում. «Սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ», խոսելով Աստծո անունից։ Բայց այստեղ կա ամբողջական տարբերություն։ Նոր կտակարանի սրբությունը կանոնների շարք պահելը չէ։ Հասկացաք ինչ ասացի։ Նոր կտակարանի սրբությունը ձեռք չի բերվում կանոններ պահելով։ Նոր կտակարանի սրբությունը ձեռք է բերվում մեռնելով և թույլ տալով, որ Քրիստոսն իր կյանքն ապրի քո միջոցով։
Ոստի ոչ թե ես, այլ Քրիստոսը։ Ես այսպես եմ ասում, ոչ թե պայքար, այլ հանձնվել։ Ոչ թե ջանք, այլ միություն։ Միություն Քրիստոսի հետ։ Միշտ հիշում եմ մի փոքրիկ պատմություն մի աստվածապաշտ կնոջ մասին, որով բոլորը հիանում էին իր սուրբ կյանքի համար։ Մի օր մի քրիստոնյա հարցրեց նրան. «Քույր, ինչպես ես հաղթահարում գայթակղությունը»։ Նա պատասխանեց. «Երբ սատանան թակում է դուռը, ես պարզապես թույլ եմ տալիս, որ Հիսուսը պատասխանի»։ Դա ամեն ինչ ասում է մի նախադասությամբ, ոչ թե ես, այլ Քրիստոսը, ոչ թե այն, ինչ ես կարող եմ անել, ոչ թե իմ լավագույն ջանքը, ոչ թե իմ հոգևոր բոլոր մկանները լարելը, այլ հանձնվելը։ Թույլ տալը, որ Քրիստոսն անի դա իմ մեջ, իմ միջոցով եւ ինձ համար։ Հովհաննեսի 15-րդ գլխում կա որդատունքի եւ ճյուղերի պատկերը, որը կատարյալ ձևով ցույց է տալիս այս ճշմարտությունը։ Հովհաննես 15:1 եւ հետո 4-5 համարները։ Հիսուսն ասաց. «Ես եմ ճշմարիտ որդատունկը եւ իմ հայրը մշակն է»։ Թույլ տվեք այստեղ մի պահ կանգ առնել եւ մի դիտարկում անել։ Մարդկանց թույլ մի տվեք ձեզ էտել, լավ։ Միայն մեկ անձ ունի այդ գործն անելու անհրաժեշտ հմտությունն ու զգայունությունը։ Դա հայրն է։ Թող նա անի, լավ։ Կան որոշ համայնքներ, որտեղ առաջնորդներն ուզում են ձեզ էտել։ Մի ենթարկվեք մարդկային էտման, որովհետև դա ցավոտ կլինի եւ ամենայն հավանականությամբ նրանք սխալ ճյուղը կկտրեն։ Ես դա փորձից եմ սովորել, ոչ թե տեսությունից։ Հայր Աստվածն է այգեպանը։ Նա գիտի, թե ինչպես պետք է էտել։ Իսկ մեր գործը որպես ծառայողների եւ առաջնորդների մարդկանց էտելը չէ, այլ նրանց օգնելն է ենթարկվել Աստծո էտմանը եւ այդ ընթացքի մեջ լինել նրանց հետ։ Շարունակելով Հիսուսն ասում է Հովհաննես 15:4-5-ում. «Մնացեք իմ մեջ, ես էլ ձեր մեջ, ինչպես որդաճյուղն ինքն իրենից չի կարող պտղաբերել, եթե որդատունքի հետ միավորված չլինի, այնպես էլ դուք, եթե ինձ հետ չմիավորվեք։ Ես եմ որդատունկը, իսկ դուք ճյուղերը, ով ինձ հետ է միավորվում, իսկ ես նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել»։ Նկատում եք պատկերը։ Երբևէ տեսել եք որդատունքի մի ճյուղ, որը լարվում ու պայքարում է պտուղ բերելու համար։ Որոշումներ է կայացնում, խոստումներ տալիս, այդպես չի լինում, չէ՞։ Ինչու է պտուղ բերում։ Որովհետև որդատունքի կյանքը հոսում է ճյուղի մեջ։ Այդ փոքր առակում տեսնում եք աստվածության բոլոր 3 անձերին։ Հայրը այգեպանն է, Հիսուսը որդատունկը, Սուրբ Հոգին հյութն է, հոսող կենսական հեղուկը։ Երբ նա հոսում է որդատունքից դեպի ճյուղերը, դուք հոգու պտուղ եք բերում։ Տեսնում եք, պտուղ բառն ինքնին ցույց է տալիս, որ դա ջանքերի արդյունք չէ։ Ոչ մի ծառ երբևէ պտուղ չի տվել մեծ ճիգերի շնորհիվ։ Եվ ոչ մի քրիստոնյա չի կարող պտուղ բերել ջանքերով։ Մենք պետք է հասնենք այն տեղին, որտեղ դադարում ենք պայքարել։ Եվ որոշ իմաստով դադարում ենք նույնիսկ մեր բոլոր բարի գործերից։ Ոչ միայն մեր մեղքերը, այլ նույնիսկ այն բաները, որոնք կարծում ենք, թե կարող ենք անել, պետք է ավարտվեն, եւ մենք հանձնվենք Հիսուսին։ Այդ ժամանակ կարող ենք ասել այն, ինչ Պողոսն ասաց։ Սա իմ սիրելի համարներից մեկն է, փաստորեն ամբողջ օրը սա է ինքս ինձ ասում, որովհետև չէի զգում, թե բավարար եմ այս պատգամը ուսուցանելու համար։ Ինձ համար խաչի մասին ուսուցանելը ամենադժվար թեմաներից է։ Բայց Փիլիպպեցիների 4:13-ում այս բոլոր գործընթացների միջով անցնելուց հետո, որոնց մասին խոսում եմ, Պողոսն ասում է. «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»։ Սակայն կա ավելի լավ տեքստային տարբերակ, որի մանրամասների մեջ հիմա չենք մտնի, եւ սա Պրինսի տարբերակն է։ «Ամեն ինչ կարող եմ նրա միջոցով, ով ներսից զորացնում է ինձ»։
Չեմ կարող հիմա բացատրել, թե ինչու եմ այդպես թարգմանում, բայց կարծում եմ դա շատ լավ է փոխանցում իմաստը։ Գուցե օգտակար լինի, եթե բոլորս մի խորը շունչ քաշենք, հանգստանանք եւ ասենք. ես ամեն ինչ կարող եմ նրա միջոցով, ով ներսից զորացնում է ինձ։ Եկեք նորից ասենք. ես ամեն ինչ կարող եմ նրա միջոցով, ով ներսից զորացնում է ինձ։ Ուրեմն սա է պատճառը, որ մեզ անհրաժեշտ է խաչը։ Երկրորդ պատճառը միայն խաչն է արձակում Աստծո շնորհը։ Դուք կարող եք ունենալ բոլոր կանոնները, բոլոր սկզբունքները, բոլոր ուսուցումները, բայց չեք կարողանա դրանք գործադրել, եթե Աստծո շնորհը չարձակվի խաչի միջոցով։ Իրականում, որքան ավելի շատ կանոններ ունենաք, եթե չգիտեք, թե ինչպես ընդունել Աստծո շնորհը, այնքան ավելի կծանրանան ձեր խնդիրները։ Եվ վերջում հավանաբար ամեն ինչ մի կողմ կնետեք ու կասեք. սա անիմաստ է, ես պարզապես չեմ կարող։ Եվ դուք լիովին ճիշտ կլինեք։ Դուք չեք կարող։ Ես էլ չեմ կարող։ Միայն մեկ անձ է կարող, եւ նրա անունը Հիսուս է։ Բայց երբ նրան թույլ է տրվում ապրել իր կյանքը մեր մեջ, երբ մենք հնազանդվում ենք խաչին եւ հասնում ենք ինքներս մեր ավարտին, նա լիովին կարող է անել դա։ Եվ եթե առաջին անգամ կատարյալ չստացվի, նա մեզ չի մերժում։ Նա ասում է. լավ փորձեր, ահա այստեղ սխալվեցիր։ Հիմա նորից փորձենք։ Եվ նա այնքան համբերատար է։ Ես արդեն 48 տարի քրիստոնյա եմ։ Երբ մտածում եմ իմ բոլոր սխալների մասին, բոլոր այն ճանապարհների մասին, որոնցով շեղվել եմ, պարզապես զարմանում եմ, որ Աստված դեռ իր ձեռքը պահում է ինձ վրա։ Ուզում եմ ձեզ ասել, որ եթե դեռ այնքան երկար քրիստոնյա չեք եղել, որքան ես, մի հուսահատվեք։ Նա կարող է ձեզ խիստ վերաբերվել, կարող է ուղղել ձեզ, կարող է ձեր կյանքում անել բաներ, որոնք դուք ընդհանրապես չեք հասկանում, բայց նա երբեք չի հրաժարվի ձեզանից։ Ձեզանից ոմանք հավանաբար մանկությունից բավական դառը հիշողություններ ունեն ծնողների մասին, որոնք ձեզ չէին հասկանում կամ բավարար չէին սիրում։ Պարզապես հիշեք, որ այժմ դուք մեկ այլ հայր ունեք եւ նրա անունը Աստված է։ Նա շատ համբերատար է, շատ հասկացող եւ շատ քնքուշ, բայց միևնույն ժամանակ նա լրջորեն է վերաբերվում իր ասած ամեն խոսքին։ Եվս մեկ պատճառ կա։ Սա երրորդ պատճառն է, թե ինչու մեզ անհրաժեշտ է խաչը։ Խաչի միջոցով է, որ Աստծո գերբնական հաստատումը դրսևորվում է մեր քարոզած պատգամի վրա։ Եկեք մի պահ վերադառնանք Առաջին Կորինթացիների 2-րդ գլխին։ Առաջին Կորինթացիների 2-րդ գլուխ 4-ից 5 խոսքեր։ Մենք արդեն կարդացել ենք այս խոսքերը։ Եվ իմ խոսքն ու քարոզչությունը ոչ թե իմաստության համոզիչ խոսքերով եղան։ Մեկ այլ տեղ Պողոսը մեջբերում է իր քննադատներից մեկին, իսկ նա քննադատներ ուներ։ Այդ քննադատն ասում էր. նրա մարմնական ներկայությունը տկար է եւ խոսքը արհամարելի։ Այսպիսով Պողոսը մեծ ճարտասան չէր։ Իրականում, եթե առաքյալների մեջ ճարտասան կար, կարծում եմ դա Պետրոսն էր։ Պետրոսն իսկապես լեզվի հիանալի հմտություն ուներ, երբ կարդում եք նրա երկու թղթերը, լեզուն ուղղակի ապշեցնող է։ Իսկ Պողոսի մասին ընդհանուր կարծիքն այն էր, որ նա բավականին կարճահասակ էր, ծուռ ոտքեր ուներ եւ արտաքնապես շատ տպավորիչ չէր։ Նա չէր ապավինում իր պերճախոսությանը կամ իմաստությանը։ Նա ամենից առաջ ապավինում էր մեկ բանի՝ Սուրբ Հոգու գերբնական հաստատմանը այն պատգամի վրա, որը արտահայտում էր։ Տեսնում եք։ Եվ կրկին, եղբայրներ եւ քույրեր, դա սովորաբար չի գործում, մինչեւ չհասնենք մեր բոլոր ջանքերի ավարտին։ Երբ հասնում ենք մեր հնարավորությունների վերջնակետին, այլևս խաղարկելու ոչ մի քարտ չունենք, բայց շարունակում ենք պահել մեր հավատքի դավանությունը,
Այդ ժամանակ Աստված սկսում է դրսևորել գերբնականը։ Ես այդ համարը չավարտեցի, ուստի շարունակեմ, եւ իմ խոսքն ու քարոզչությունը ոչ թե իմաստության համոզիչ խոսքերով եղան, այլ հոգու եւ զորության ապացույցով։ Նկատեք, որ Սուրբ Հոգին կարող է դրսևորվել։ Ինքը Սուրբ Հոգին անտեսանելի է, բայց նա դրսևորվում է իր արած գործերով։ Դուք չեք կարող տեսնել նրան, բայց կարող եք տեսնել այն նշաններն ու հրաշքները, որ նա գործում է։ Եվ դա Աստծո սեփական վկայությունն է քարոզված պատգամի ճշմարտացիության մասին։ Այնուհետև Պողոսն ասում է. որպեսզի ձեր հավատը մարդկային իմաստությամբ չլինի, այլ Աստծո զորությամբ։ Կրկին իմ անցյալի պատճառով ես հատկապես գնահատում եմ այս խոսքը, այն փիլիսոփայությունը, որը ես ուսումնասիրում էի, եւ որը 50 տարի առաջ շատ նորաձև էր, այսօր ամբողջովին հնացած է։ Եթե իմ կյանքը դրա վրա կառուցած լինեի, այսօր կունենայի փլուզվող հիմք, բայց երբ հանդիպեցի Հիսուսին, իմ սեփական կյանքում ունեցա Աստծո գերբնական զորության փորձառություն, որը մինչ օրս ինձ պահել է։ Կուզենայի կարդալ Պողոսի խոսքերը Հռոմեացիներին 15-րդ գլխից։ Հռոմեացիներին 15-րդ գլուխ 18-ից 19 համարները։ Չեմ համարձակվում խոսել այն բանի մասին, ինչ Քրիստոսը չի գործել իմ միջոցով հեթանոսներին հնազանդեցնելու համար, խոսքով ու գործով։ Նա ասում է, ինձ հետաքրքրում է միայն այն, ինչ Քրիստոսն է արել իմ միջոցով, ինձ չի հետաքրքրում այն, ինչ ես եմ արել իմ ուժերով։ Նշանների եւ հրաշքների զորությամբ, Աստծո հոգու զորությամբ, այնպես որ ես Երուսաղեմից սկսած շրջելով մինչև Լյուրիկացիների կողմերը տարածել եմ Քրիստոսի ավետարանը։ Առանց նշանների եւ հրաշքների մեր քարոզը լիարժեք չի լինի։ Մենք քարոզել ենք, բայց լիովին չենք քարոզել։ Թույլ տվեք մի քանի րոպեով սա պատկերավոր բացատրել։ 1950-ականների վերջին ես Արևելյան Աֆրիկայի Քենիայում ուսուցիչներ պատրաստող քոլեջի տնօրենն էի։ Այդ ժամանակ աֆրիկացիները մեծ ձգտում ունեին կրթություն ստանալու, ուստի պատրաստ էին հաճախել քոլեջ, ենթարկվել բոլոր կանոններին եւ անել այն ամենը, ինչ մենք ասում էինք։ Եթե ասում էինք մկրտվեք, նրանք մկրտվում էին, եթե ասում էինք օրհներգեր երգեք, նրանք երգում էին, որովհետեւ իրենց ապագան դրանից էր կախված։ Բայց մոտ 1 տարի անց հասկացա, որ դրա մեծ մասը արտաքին հնազանդություն էր հանուն կրթության։ Իրական սրտի հնազանդությունը շատ քիչ էր։ Մի օր հավաքեցի ուսանողներին մոտ 120 հոգու եւ ասացի. ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ մեր հետ համագործակցելու եւ մեր ասածը կատարելու համար։ Ես հասկանում եմ, որ դա անում եք, որովհետեւ ձեր կրթությունը դրանից է կախված, եւ ես շնորհակալ եմ դրա համար։ Բայց ասացի ես, ձեզանից շատերի մտքում կա մի մեծ անպատասխան հարց, եւ այդ հարցը հետեւյալն է. Աստվածաշունչն է իսկապես Աստծո պատգամը, թե պարզապես այն սպիտակ մարդու գիրք է, որը աֆրիկացիներին չի վերաբերում։ Այդ պահին նրանք բոլորը լրջացան, որովհետեւ հենց դա էին մտածում։ Այնուհետեւ ասացի մի բան, որը նրանց ցնցեց, ասացի ավելին, ես ինքս էլ չեմ կարող պատասխանել այդ հարցին, կա միայն մեկ ճանապարհ, որով կարող եք ինքներդ գտնել պատասխանը։ Եթե ձեր կյանքում ապրեք Աստծո գերբնական զորությունը, այն ժամանակ կիմանաք, որ դա ոչ Ամերիկայից է եկել, ոչ էլ Բրիտանիայից, այն եկել է երկնքից։ Ես նրանց թողեցի, Աստծո խոսքը ներկայացրի նրանց ամեն հնարավոր ձևով, որովհետև դրա լիազորությունն ունեի, իսկ հետո հեռացա եւ մոտ 6 ամիս աղոթեցի։ Այնուհետև Աստված իր հոգին թափեց այդ ուսանողների վրա եւ մենք այլևս չէինք կարողանում նրանց քնեցնել գիշերները հանրակացարաններում, նրանք այնքան էին զբաղված աղոթքով։ Հաջորդ 6 ամիսների ընթացքում Սուրբ Հոգու բոլոր 9 պարգևները գործում էին այդ երիտասարդ աֆրիկացիների մեջ։ Այն ժամանակ միսիոներների վերաբերմունքը զգույշ կլինեմ, թե ինչ եմ ասում, մոտավորապես այսպիսին էր։ Աֆրիկացիներին շատ բարձր չես կարող բարձրացնել, նրանք կհասնեն միայն որոշակի մակարդակի եւ դրանից ավելի բարձր չեն գնա։ Եթե խոսքը բնական ոլորտի մասին է, հավանաբար դա ճիշտ է, բայց գերբնական ոլորտում փառք Աստծո բոլորն ունեն նույն իրավունքներն ու նույն հնարավորությունները։ Պետք է ասեմ, որ նրանց կյանքերն արմատապես փոխվեցին, երբ ապրեցին Աստծո գերբնական զորությունը։ Այդ ժամանակահատվածում մենք տեսանք 2 հարություն մեռելներից։
Երկուսն էլ իմ ուսանողներն էին։ Մեկը երիտասարդ տղամարդ էր, մյուսը երիտասարդ կին։ Կարծում եմ կարող եմ կարճ պատմել այդ երիտասարդ կնոջ մասին։ Նա շատ ծանր հիվանդացավ եւ արեց այն, ինչ հիվանդացած աֆրիկացիներն էին սովորաբար անում, վերադարձավ իր գյուղ։ Մի օր նրա եղբայրը հեծանիվով եկավ եւ ասաց. «Թերեզան շատ վատ վիճակում է, նա մահանում է»։ Լիդիան իմ առաջին կինը եւ ես նստեցինք մեքենան, հեծանիվը դրեցինք մեքենայի տանիքին, երկար ճանապարհ անցանք, հետո ստիպված եղանք անցնել մի առվակով եւ վերջապես հասանք գյուղ։ Այնտեղ նա պառկած էր փոքրիկ բուժկետում, ըստ երևույթին մահացած։ Դա ճիշտ նոր կտակարանի տեսարանի էր նման։ Ընտանիքի անդամները դրսում ողբում ու լաց էին դինում։ Լիդիան եւ ես ներս մտանք։ Ոչ մի հատուկ ծրագիր չունեինք։ Պարզապես ծնկի եկանք մահճակալի երկու կողմերում եւ սկսեցինք աղոթել։ Որոշ ժամանակ անց, իրականում բավական երկար ժամանակ անց նա նստեց եւ ասաց. «Աստվածաշունչ կա այստեղ»։ Ես ասացի. «Այո»։ Նա ասեց. «Կարդացեք Սաղմոս 41-ը»։ Ես կարդացի։ Մենք չգիտեինք թե ինչու։ Բայց երբ նա մահացել էր, նրա հոգին դուրս էր եկել մարմնից։ Նա գնացել էր մի տեղ, որը իր խոսքով լի էր գեղեցիկ եւ պայծառ լույսերով։ Այնտեղ մի մարդ Աստվածաշունչ էր կարդում եւ նա կարդում էր Սաղմոս 41-ը։ Այդ պատճառով նա ուզում էր իմանալ, թե ինչ էր գրված Սաղմոս 41-ում։ Հավատացեք ինձ, նման բանն արդեն սրտի խորքից հնազանդություն է առաջացնում։